Եկեք սկսենք մի պարզ հարցից, բայց դա կարող է փոխել ձեր հեռանկարը փողի վրա։ Երբևէ դադարել եք արտացոլել, թե ինչու են որոշ մարդիկ ամբողջությամբ աշխատելու և երբեք չեն ծախսում ֆինանսական կայունության, կարող է թվալ հեքիաթի սցենար, բայց ես երաշխավորում եմ, որ դա կոնկրետ իրականություն է։ Երբ ես փոքր էի, ես նաև հավատում էի, որ հարստությունը միայն քրտնաջան աշխատանքի, վատ գիշերների և սպառիչ առօրյայի միջոցով է եկել։ Նա կարծում էր, որ միայն նրանք, ովքեր առանց սահմանների են, առանց սխալների կամ հանգստի, կարող են բախտը կուտակել, բայց կյանքը ինձ ցույց տվեց այլ կերպ։ Ես գտա, որ փողը ոչ միայն քրտինքի արդյունք է, այլև ռազմավարական մտածելակերպ, խելացի սովորություններ և հնարավորություններ տեսնելու ունակություն։ Թույլ տվեք մեկ այլ հարց տալ։ Ինչ անել, եթե ձեր ռեսուրսները կարողանային աշխատել ձեզ համար, ասես նրանք նվիրված են աշխատակիցներ, ստեղծում են արդյունքների, առանց ամեն ինչից առաջ, ես չեմ խոսում մոգության, հարվածների կամ կասկածելի սխեմաների մասին, բայց սերունդների կողմից փոխանցվող ֆինանսական իմաստությունը, որը իմ ընտանիքը պարզապես անվանում էր գործնական հետախուզություն։ Սկզբում խոստովանում եմ, որ թերահավատորեն եմ վերաբերվում, նա մտածեց. Ինչպես է հնարավոր կապալ կապիտալ, առանց օրվա 12 ժամ աշխատելու, նույնիսկ այդպես, ես որոշեցի փորձարկել, ես սկսեցի փոքր ներդրումներով, պարզ բանակցություններով և նկատեցի, թե ինչպես աստիճանաբար փողը կարող էր միայնակ աճել։ Արդյունքը, ես զարմացա, այն, ինչը անհնար էր թվում, և դա հենց այն է, ինչ ուզում եմ ձեզ հետ կիսել այսօր։ Կան պարզ, բայց չափազանց արդյունավետ սկզբունքներ, որոնք թույլ են տալիս բարձրացնել ձեր ռեսուրսները, առանց ձեր հարմարավետության գոտին թողնելու կամ ձեր կյանքը վերածելու համար անվերջ մրցավազքի, ամենից լավը։ Դուք պետք չէ հանճար լինել կամ հիանալի նախնական կապիտալ ունենալ, պարզապես հասկացեք մեխանիզմները, եղեք տեղյակ և խելացի գործեք։ Բայց կա մի շատ կարևոր մանրուք, որը շատերն անտեսում են, ուստի նրանց ռեսուրսները չեն բազմապատկվում։ Նրանք հավատում են, որ հարստությունը կախված է միայն ծանր աշխատանքից կամ բախտից, իրականում դա սովորությունների, իմաստության և մի փոքր խորամանկության համադրության արդյունք է։ Եթե հետևում եք մինչև վերջ, ես կբացահայտեմ այս գաղտնիքը, որը վերափոխեց իմ կյանքը և օգնեց շատ մարդկանց իրական արդյունքներ ստանալ, առանց անհրաժեշտության սահմաններից դուրս։ Պատկերացրեք մի պահ։ Ձեր գումարը ինքնաբերաբար աճում է, դուք դիտում եք այս գործընթացը և ամեն ամիս տես արդյունքներ, որոնք ժամանակին անհասանելի թվաց, երբ նա արթնացավ, նա գիտակցում է, ես ճիշտ ստացա, իմ ռեսուրսներն աշխատում են ինձ համար, ինչ եք կարծում, դա հնարավոր է, ես ասում եմ. Այո, դա է, և դա հենց այն է, ինչ մենք կքննարկենք հաջորդը։ Ես կկիսվեմ գործնական մեթոդներ, որոնք ես իմ կապիտալն էի աճում, ինչպես ես քնում էի, ես պատմելու եմ պատմություններ, թե որքան փոքր ներդրումներ են դարձել մեծ եկամուտներ, ես բետոնե խորհուրդներ կտամ, որոնք կաշխատեն և, ամենակարևորը, ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես սկսել այսօր, նույնիսկ եթե չունեք մեծ տնտեսություններ, դուք կզարմանաք, որ տեսնեք, թե որքանով կարող են պարզ քայլերը կարող են գումարը վերածել վարպետից, որը դուք ծառայում եք դաշնակիցի վրա, ով աշխատում է ձեր օգտին։ Հիմա արտացոլեք։ Պատրաստ եք փոխել ձեր ֆինանսական մտածելակերպը, դուք պատրաստ եք դադարեցնել աշխատել միայն փողի համար և սովորել ձեզ ստիպել աշխատել ձեզ համար, եթե պատասխանը այո է, շարունակեք ինձ հետ, քանի որ այդ ժամանակ ես կբացահայտեմ հատուկ ռազմավարություններ ձեր ռեսուրսները կրկնապատկելու համար առանց ավելորդ ջանքերի կամ ավելորդ ռիսկերի, դուք կհասկանաք, թե ինչու են շատ մարդիկ, չնայած նրանց բոլոր պարտավորություններին, երբեք չեն հասնում բարգավաճմանը։ Ես կարող եմ ինքս ինձանից ասել։ Ես տեսա իմ սեփական աչքերով, թե ինչպես փողը կարող է հիմա սկսել աշխատել ձեր օգտին, և ամեն ինչ սկսվում է ժամանակի հետ ընտրական սկզբունքներով, որոնք ես նկատեցի իմ ընտանիքում, ընկերների և իմ հետագծի հետ։ Երբ ես փոքր էի, ես կարծում էի, որ ընդամենը երկու ուղի կա։ Ինչ-որ մեկի համար աշխատելը կամ իր սեփական բիզնեսը սկսելը, մեծ ռիսկեր վերցնելով, բայց կյանքը ինձ սովորեցրեց երրորդ այլընտրանք, փողի խելացի կառավարում, կենտրոնական գաղափարն այն է, որ ձեր ռեսուրսները ավելի շատ ռեսուրսներ ստեղծեն գիտակցված ներդրումների միջոցով, պատշաճ մտածելակերպի և համբերության միջոցով։ Եկեք գնանք առաջին սկզբունք։ Ներդրեք միայն այն, ինչ հասկանում եք և սկսեք փոքր ինչ, հայրս միշտ ասում էր։ Մի փորձիր ավելի խելացի լինել, քան մյուսները։ Եղիր հետևողական, երբ ես սկսեցի, միլիոններ չունեի, ես գնել եմ մի փոքր գործողություն, այնուհետև այն կիրառել եմ համեստ վարձակալության նախագծին և յուրաքանչյուր քայլում տեսավ, թե ինչպես են այդ նվազագույն արժեքները հանձնվել։ Սկզբում նրանք ցենտ էին, հետո դեզենսներ, հետո հարյուրավոր, բայց առավել արժեքավոր էր կարգապահությունը սովորելն ու հասկանալ, թե որքան գումար կարող են բազմապատկել, երբ լավ կիրառվում է։
Երկրորդ սկզբունքը արժեքը փնտրելն է, որտեղ ուրիշները միայն հեռանում են։ Ես հիշում եմ մի դեպք, երբ հարևանը վաճառեց հին սավանով լի կահույքով, որն օգտագործվում էր բխող գնի համար, բոլորն անցան առանց ուշադրություն դարձնելու, այդ աղբը համարելով։ Բայց ես տեսա մի հնարավորություն, ես գնեցի թափվածը, ապամոնտաժված կահույքը և դրանք բացահայտեցի մասերում, մեկ ամսվա ընթացքում իմ փողերը կրկնապատկվել էին, այս հայեցակարգը չի վերաբերում ոչ միայն բիզնեսի համար, այլև կյանք։ Ստացեք գիտելիքներ ավելի քիչ, պարզեք հնարավորությունները, որտեղ ուրիշները տեսնում են, թե ինչպես են փողը բնականաբար հոսում ձեզ։ Երրորդ սկզբունքը կարգապահությունն ու համբերությունն է, որքան իր ամենամեծ դաշնակիցները։ Ես տեսա, որ երիտասարդները իրենց նետում են արագ ներդրումների, անհապաղ հաջողություն փնտրելով և կորցնելով ամեն ինչ, փողը գործիք է։ Եվ գործիքները ժամանակ են պահանջում։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր 5 կամ 10 տարվա ընթացքում փոքր գումարներ են կիրառվում համակարգված, ոչ միայն կրկնապատկվում են, բայց եռապատկեցին իրենց կապիտալը, և այս ամենը առանց ճնշող։ Չորրորդ սկզբունքը, որը ժառանգվել է ընտանեկան ավանդույթից, փողը երկու գործառույթների տարանջատումն է, ինչ է գործում և ինչ է հանգստանում։ Միշտ պահեք վերապահում ներդրումների կամ շահավետ նախագծերի համար, առանց այն տեղափոխելու ամենօրյա ծախսերի։ Այսպիսով, ձեր առանձնահատկությունները սկսում են ավելի շատ հատկություններ առաջացնել, մինչ դուք պարզապես հետևում եք։ Իմ ընտանիքը ֆինանսավորումը բաժանեց 3 մասի։ Մեկը անհապաղ ծախսերի համար, մեկը երկարաժամկետ ներդրումների համար, իսկ երրորդը նոր հնարավորություններ փորձելու համար։ Այս մեթոդը նվազեցրեց ռիսկերը և թույլ տվեց պարզել, թե որ գաղափարներն իրականում վերադարձվել են։ Գործնականում մի վախեցեք փոքր քայլեր և փորձություն անցկացնել։ Ես սկսեցի ծիծաղելի արժեքներ։ Ես բաժնետոմսեր եմ գնել $100, ես համեստ նախագծի հրավիրում եմ ընկերների հետ, գնել և վերանայել օգտագործված կահույքը։ Ամեն անգամ, երբ ես տեսա աշխատող գումարը, նա նոր բան իմացավ, մեծ դասը այն է, որ այդ կայունությունն ու գործողությունը, նույնիսկ փոքր մասշտաբով, գաղտնիք են իրենց հարաբերությունները ֆինանսների հետ վերափոխելու համար։ Դիտարկումը և ռազմավարական գործողությունները բերում են շատ ավելի մեծ արդյունքներ, քան մեծ ներդրումներ, որոնք արվել են առանց հասկանալու։ Հինգերորդ սկզբունքը, որ ես խորապես արժեքներ ունեմ, մի պահեք ձեր բոլոր գումարը մեկ վայրում, բաժանեք, տարածեք։ Օգտագործեք տարբեր ալիքներ, ներդրումների մի մասը, մյուսը վարձակալության հատկություններում, մեկ այլ բիզնես գաղափարներում։ Սա ոչ միայն նվազեցնում է ռիսկերը, այլև ստեղծում է կոմպոստային ազդեցություն։ Երբ փողն ինքն է աճում, միմյանց կերակրելով սննդանյութերի վրա։ Իմ ընտանիքը միշտ կրկնեց. Մի տեղադրեք բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ, քանի որ զամբյուղը կարող է ընկնել, և դա իսկապես գործում է։ 6-րդ սկզբունքն է. սովորեք փորձառու և ապացուցված դաստիարակներից։ Ես մեծացել եմ մի տանը, որտեղ ֆինանսական իմաստությունը սերունդից սերունդ է փոխանցվել։ Իմ առաջին դասը եկավ պապիկիս կողմից, ով ասաց. Փողը պարզապես միջին չէ, սերմ է, թվում է թե պարզ է, բայց երբ կիրառվում է համակարգված, արդյունքն անխուսափելի է։ Ես տեսա, որ ընկերներն ու ծանոթները թեքում են իրենց մայրաքաղաքը առանց այլևս աշխատելու, պարզապես հետևելով այս սկզբունքներին։ Թույլ տվեք ինձ կիսել անձնական օրինակ։ Մի քանի տարի առաջ ես շուկայում հայտնաբերեցի փոքր հնարավորություն։ Ընկերություն ԱՄ թերագնահատված գործողությունները, մարդկանց մեծամասնությունը ծեծի է ենթարկվել, գտնելով չափազանց ռիսկային։ Ես ներդրեցի համեստ գումար, և 1 տարում արժեքը գրեթե կրկնապատկվեց։ Այս ամենը, առանց ես պետք է աշխատեմ սովորականից այն կողմ։ Հիմնականը ներուժը տեսնելն էր և հանգիստ գործելը, առանց խուճապի։ Այսպիսով, ինչ ենք մենք վերցնում դրանից, ներդրումներ կատարեք այն, ինչ հասկանում եք, սկսած փոքրից, փնտրեք արժեք, որտեղ մյուսները տեսնում են միայն հրաժարվել, կարգապահ լինել և համբերատար լինել։ Ձեր գումարը բաժանել ձեր աշխատած և ինչն է հանգստանում, մի կենտրոնացեք ամեն ինչ մեկ վայրում, իմացեք նրանցից, ովքեր արդեն հաջող են եղել։ Եթե հետևեք այս սկզբունքներին, ձեր փողերը այլևս թվեր չեն լինելու մեկ հաշվով, դա կդառնա ձեր գործիքը, ձեր դաշնակիցը, և հավատացեք ինձ, առաջին անգամ, երբ դուք ծալվում եք, աննկարագրելի զգացողություն է վստահության, ուրախության և որոշակիության միանշանակ խառնուրդ։ Ամենակարևորը հիմա սկսելն է, նույնիսկ քիչ ժամանակով, համակարգերը, դիտարկումը և շարունակական ուսումը կարևոր են։ Յուրաքանչյուր փոքր քայլ ձեզ մոտեցնում է այն պահին, երբ փողը սկսում է աշխատել ձեզ համար։ Հաջորդ մասում ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես համախմբել այս ռազմավարությունները կայուն ֆինանսական աճ ստեղծելու համար։ Անկախ քանի ժամ եք աշխատում և ինչպես կարող է ձեզ ազատություն տալ ձեր սեփական ժամկետներում ապրելու ազատություն։ Բայց նախ ուզում եմ, որ դուք հասկանաք ինչ-որ բան։
Այն ամենը, ինչ մենք քննարկում ենք այստեղ, տեսություն չէ, սրանք ժամանակ առ ժամանակ փորձարկված սկզբունքներ են, որոնք ես դիմեցի իմ սեփական կյանքին և իմ ընտանիքում սերունդից սերունդ էին փոխանցվում։ Նրանք կարող են փոխակերպել իրենց հարաբերությունները փողի հետ և, հետևաբար, իրենց կյանքը։ Առաջին վճռական կետն է, փողը գործիք է, ոչ թե նպատակ, շատերն իրենց կյանքը ծախսում են հաշվին թվերից հետո աշխատավարձեր, բոնուսներ և մրցանակներ, բայց իրական ֆինանսական ազատությունը գալիս է այն ժամանակ, երբ հասկանում եք, որ փողը ռեսուրս է։ Մի բան, որը կարող է ուղղված լինել նոր հնարավորություններ, ներդրումներ և աճ, այսպես են հարստանում հարուստ մարդիկ։ Ոչ այն պատճառով, որ նրանք ավելի շատ են աշխատում, բայց քանի որ նրանց փողը աշխատում է նրանց համար։ Մենք արդեն խոսել ենք հիմնական սկզբունքների մասին։ Ներդրումներ կատարեք այն, ինչ հասկանում եք։ Փնտրեք թաքնված արժեք։ Կարգապահ եղեք և համբերատար։ Ձեր գումարը բաժանեք եկամուտների և պաշարների ակտիվների միջև։ Մի տեղադրեք բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ։ Իմացեք ապացուցված դաստիարակներից։ Հիմա տեսնենք, թե ինչպես կիրառել դրանք գործնականում, իրական օրինակներով, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչպես օգտագործել դրանք ամեն օր։ Ես հիշում եմ մի դեպք, երբ ընկեր երիտասարդ ձեռներեց որոշեց մի փոքր գումար ներդնել գործարկման մեջ, արժեքը նշանակալի չէր, բայց նա խորապես վերլուծեց ընկերությունը։ Դրա հետևում նրա ներուժը, ռիսկերը և թիմը, շատերը ծիծաղեցին և ասացին. Դա չափազանց ռիսկային է, դուք կկորցնեք ամեն ինչ, բայց նա դիմեց այն սկզբունքները, որոնք մենք քննարկում ենք։ Հասկանալ, գնահատում և համակարգայնություն, արդյունք 2 տարի հետո ձեր ներդրումը բազմապատկվել է մի քանի անգամ, ամենից լավը, նա այդ փողի համար ավելի շատ չէր աշխատում, դա պարզապես կառավարեց իր ունեցած առանձնահատկությունը։ Այսպիսի պատմություններում պատկերված են այս ֆինանսական իմաստության էությունը, սա կախարդական կամ հաջողություն չէ, այն համակարգված մոտեցում է տեսնելով հնարավորություններ, որտեղ մյուսները տեսնում են միայն խոչընդոտներ և համբերատար են մատչելի ռեսուրսները։ Թույլ տվեք մեկ այլ անձնական օրինակ բերել, մի քանի տարի առաջ ես փոքր փորձ արեցի։ Ես իմ տնտեսությունները բաժանեցի 3 մասի։ 1. Երկարաժամկետ, ներդրումներ ֆոնդային և միջոցների մեջ։ 2. Կարճաժամկետ, նախագծեր գաղափարներ ստուգելու և լրացուցիչ եկամուտներ առաջացնելու համար։ 3. Ամրագրում, անսպասելի կամ չնախատեսված հնարավորությունների համար։ 1 տարվա ընթացքում առաջին մասը աճել է 15%, ով երկրորդը գրեթե կրկնապատկվել է, և երրորդը ինձ թույլ տվեց վայելել նոր նախագիծ, սա փոքր օրինակ է, թե ինչպես խելացի բաշխումը և համակարգված փողերի կառավարումը ոչ միայն բարձրացնում են իրենց կապիտալը, այլև նվազեցնում է անհանգստությունը, ստեղծելով անվտանգության և հսկողություն։ Ընկերներ, այս ամենը կարող է կանգ առնել։ Պարզ, բայց գործնականում դա պահանջում է մշտական կարգապահություն, դիտում և ուսուցում, խոսքը մեկ անգամ ներդնելու և մոռանալու մասին չէ, խոսքը ակնթարթային արդյունքների մասին չէ, խոսքը շարունակական շարժման մասին է, որ փողը հասկանալու մասին է, որ փողը գործիք է, և ինչպես ցանկացած գործիք, միայն արդյունքներ է բերում հմտությամբ։ Եվ ահա ամենակարևոր կետը։ Մի ակնկալեք կատարյալ պահ ոչ մի հիանալի գումար սկսելու համար, սկսեք ձեր ունեցածից, մինչև փոքր գումարը, որը ներդրվել է հետախուզությամբ, կարող է արդյունքների ստեղծում, որ դուք չեք պատկերացրել, ամեն անգամ, երբ տեսնում եք ձեր գումարը աշխատելը։ Սովորեք, աճեք և ամրացրեք ձեր ֆինանսական սովորությունները։ Ես ուզում եմ, որ դուք պահեք 3 հիմնական բան։ 1. Փողերը սիրում են շարժումը, դադարեց, նա կորցնում է արժեքը, դարձրեք այն ձեզ համար։ 2. Փոքր և համակարգված քայլերն արժեն ավելին, քան մեծ խաղադրույքները, նույնիսկ փոքր կանոնավոր ներդրումները ժամանակի ընթացքում հզոր ազդեցություն են ունենում։ 3. Ֆինանսական իմաստությունը գալիս է դիտումից և փորձից, իմացեք նրանցից, ովքեր առավելագույն միջոց ունեն, վերլուծեք ձեր սխալներն ու հիթերը, և ձեր կապիտալը կաճի։ Հիմա ինքներդ պատկերացրեք 5 տարի այսուհետ, ամեն օր կիրառելով այս սկզբունքները, նույնիսկ փոքր բաներում, ձեր փողերը աշխատում են ձեզ համար, դուք ավելի շատ կախված չեք մեկ աշխատավարձից, տեսեք իրական արդյունքներ։ Ձեր ֆինանսական սովորությունները ամուր են, և ապագայի նկատմամբ վստահությունը դառնում է ձեր իրականությունը։ Այդ իսկ պատճառով արժե սկսել այսօր, ամեն օր մի որոշ ժամանակ մի կողմ թողեք, ուսումնասիրեք, վերլուծեք, փնտրեք հնարավորություններ, թող ձեր փողերը դառնան ձեր դաշնակիցը, ոչ թե ձեր թշնամին։ Եվ երբ տեսնում եք առաջին իրական արդյունքները, այս զգացողությունն աննկարագրելի է, ուրախության, անվտանգության և որոշակիության խառնուրդ։
Կան նույնիսկ ավելի շատ ռազմավարություններ, որոնք կարող են վերափոխել ձեր հարաբերությունները փողի հետ, բազմապատկել ձեր կապիտալը և կառուցել ձեր արժանի ֆինանսական ազատությունը, եթե ցանկանում եք շարունակել ուսումը և չկորցնել որևէ արժեքավոր հուշում։ Ուշադիր հետևեք այս բովանդակությանը, ակտիվացրեք ծանուցումները առաջին հերթին ստանալու լավագույն գաղափարներն ու ապացուցված մեթոդները, որոնք փոփոխություն կբերի ձեր ճանապարհին։ Հիշեք, հարստությունը չի սկսվում մեծ բախտից, բայց իմաստունորեն, և իմաստությունը կառուցվում է քայլ առ քայլ փոքր գործողություններից, մի սպասեք կատարյալ պահին։ Այն գոյություն չունի, պահն այժմ է, սկսեք այսօր ձեր սովորած սկզբունքները կիրառելու համար, դուք կզարմանաք այն արագությունից, որով ձեր գումարը կաշխատի ձեր օգտին։ Ոչ վաղը, ոչ երբ ժամանակը մնացել է, հիմա քանի որ ամեն օր մեկ օր է, որ ձեր գումարը կարող է ավելի շատ հնարավորություններ առաջացնել ձեզ համար։ Գիտեմ, որ այս ուղին պահանջում է համբերություն և կարգապահություն, բայց ես գիտեմ նաև փորձից, որ արդյունքը փոխհատուցում է յուրաքանչյուր ջանքերը, եթե պատրաստ եք փոխել ձեր մտածելակերպը փողի մասին։ Եթե պատրաստ եք առաջին քայլը կատարել ֆինանսական անկախության ուղղությամբ, սկսեք այն, ինչ արդեն գիտեք այսօր։ Կիրառեք այս հասկացությունները, սովորեք յուրաքանչյուր փորձից և դիտեք ձեր փողերը սկսել մատուցումը, առանց ձեր ժամանակը փոխելու ձեր ժամանակը, նրա ֆինանսական ապագան այժմ սկսվում է որոշմամբ, գործողություն, առաջին քայլ։ Գիտելիքը ուժ է, բայց դա այս գիտելիքների խելացի կիրառումն է, որը հարստություն է կառուցում, ձեր փողը գործը դարձրեք ձեզ համար, ինչպես միշտ պետք է լինի, ուղին բաց է, վերցրեք առաջին քայլը։